Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, ուրախ եմ կրկին հանդիպման համար։ Դե իմ սիրելիներ, նայենք այն զարդերը, որոնք վերջերս եմ ձեռք բերել, սեղանին դրված են ոչ միայն վինտաժային զարդեր, այլ նաև ժամանակակից զարդեր։ Այո, ես երբեմն գնում եմ նաև ժամանակակից զարդեր, եթե դրանք ինձ դուր են գալիս, գոհացնում են իրենց դիզայնով եւ որակով։ Դե գնացինք։ Սկսենք հենց առաջի հանդիպակաց զարդերից, գեղեցիկ ականջողեր, որը տրանսֆորմեր է, կարելի է հանել նաև այս ծաղիկը և կրել միայն օղակները։ Ես սիրում եմ տրանսֆորմեր զարդեր։ Ահա այսպես տրանսֆորմեր զարդը լրիվ այլ տեսք ունի։ Ամենօրյա լոկանիկ զարդ է օղակը, դե գիտեք օղակ ականջողները լինում են տարբեր չափսերի, մեծ, միջակ, փոքր, բայց սա միջակ տարբերակն է, այդքան էլ փոքրիկ չէ, բայց նայեք ինչքան է փոխվում զարդը։ Սա ավելի ռոմանտիկ տարբերակ է երեկոյան զգեստների համար, չնայած տոպեր հագնելուց նույնպես կարելի է կրել, ինչու ոչ, կարևորը ճիշտ մատուցումն է, թե դու ինչպես ես կարողանում համադրել լուքերի հետ։ Ցույց տամ մյուս զարդը, սա նույնպես շատ գեղեցիկ է, միակ մինուս այս զարդի նա է, որ այս դետալները հայելան նման չեն, այսպես պետք է լիներ, բայց քանի որ ժամանակակից զարդը չեն, ուշադրություն չեն դարձնում դետալների վրա, մանրունքների վրա ժամանակ չեն ծախսում եւ կա այնինչ կա, բայց շատ գեղեցիկ է ականջների վրա նստում, այս մոդելը միջին չափսի է, փոքր չէ, ոչ էլ մեծ, գեղեցիկ օվալ է հաղորդում դիմագծերին։ Ես մի քանի անգամ արդեն հասցրել եմ կրել, ինձ դուր է եկել մոդելը։ Հաջորդ տարբերակը, ինչու եմ այս 3 ականջողերը բռնել միասին, որպեսզի դուք տեսնեք որքան է համընկնում մետաղի գույնը։ Այս սրանով է բնորոշվում ժամանակաշրջանը, թե երբ է այն արտադրվել մետաղի գույնից, փականներից, տվյալ դեպքում 3 ականջողերի գույնը համընկնում է մետաղական, բայց գնել եմ տարբեր խանութներից։ Այս ականջողերի ներսի լիցքը շատ նման է վինտաժային ականջողների լիցքին, շատ լավ է կատարված, որակապես բարձր զարդ է, չհաշված գնին, պարզ մատչելի բոլորի համար։ Տարբեր դիզայնի մոդելի ականջողեր, բայց ընդհանուր կապող միակ բանը մետաղական գույնն է։ Այս մյուս ականջողերը երկրաչափական եղանկյունի եք տեսնում այստեղ, շահեկան է երկրաչափական պատկերներով ականջողերը, հետաքրքիր են նայվում։ Այստեղ ինչ ունենք մանր ստրազներով ականջողեր, ինչ որ ձևի նման է դիզայնը, երկրաչափական պատկերներով, հա, երևի քառակուսու արկայությամբ նման է այս ականջողերին, շատ ակտուալ են հիմա երկրաչափական պատկերներով զարդերը, հարգելիներս։ Այս ականջողերից սա է իմ ֆավորիտը, ինչը որ ես ձեզ ցույց տվեցի։ Այս մյուսն էլ է գեղեցիկ ականջողեր, տեսնում ենք ամեն ինչ կա, ստրազաներ, ցրկոններ, մարգարտյա էլեմենտներ, սա ինչ որ առումով իր մոտիվներով, այդ սպիտակ քարիկներով մոտ է այս մյուս ականջողին, շատ փայլուն են ստրազաները, կապ չունի որ վինտաժային չեն, գեղեցիկ են նայվում, երկուսն էլ ականջի վրա շատ գեղեցիկ են նստում։ Սա էլ է գեղեցիկ ականջողեր, կարծես շղթա լինի, կենտրոնում ինչ որ հին վինտաժային քար, այդպիսի իմիտացիա է ստեղծված, գեղեցիկ ականջողեր են։ Եվ սա շատ հոյակապ է իր երկնագույն քարերով, կարծես հեքիաթային փերու ականջողեր լինի, այդպիսի հետաքրքիր դիզայնով գեղեցիկ ականջողեր են։ Ահագին մոտ 8 եվրո արժողության,
Քանի որ արկային քարեր, դրա համար մյուս մոդելներից գինը բարձր է։ Եթե այստեղ ուշադրությունը հրավիրված է մետաղի վրա, ծեծված կարծես, իսկ այստեղ քարերի, բայց երկուսն էլ տեսեք ունեն խաղիկներ, այստեղ քարերի հաշվին, իսկ այստեղ ծեծված մետաղի հաշվին, բայց մոդելով նման են, երկու քառակուսի էլեմենտներ կա այս ականջողերի վրա եւ երկու կլոր։ Մոդելը նման է կոնստրուկցիան, բայց նաև շատ տարբեր է արտաքին տեսքը։ Սա մի փոքր ավելի տոնական երեկոյան կոկտեյլի զգեստների հետ։ Այստեղ կա մի հետաքրքիր թևնոց, այն շատ փայլուն է, արևի լույսի տակ շատ ճահագայթներ է արձակում։ Վստրեչ է կոչվում այսպիսի թևնոցը, հիմա անցկացնեմ թևիս վրա ու ձեզ ցույց տամ։ Ահա այսպիսի տեսք ունի այն ձեռքի վրա, դաստակի վրա, ահա այսպիսի տեսք ունի այս թևնոցը։ Շատ հետաքրքիր է նայվում այս արծաթագույն ականջողերից որևիցե մեկի հետ, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ այս մյուս ականջողերը։ Էլի համահունչ են այս թևնոցի հետ, բայց այս ականջողերը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Այս ականջողները, ճիշտ է, ես նվեր եմ ստացել, բայց իրենց պատմությունը ունեն, ստեղծվել են 1990-ականներին։ Հայ-սիրիացի ընտանիքի ընտանեկան բուտիկում, իրենց ընտանեկան բիզնեսն է սա, զարդագործությունը, եւ գիտեք ինչից է պատրաստված։ Մետաղը շատ թեթև է եւ պատրաստված է հայկական կոպեկներից, որոնք որ ինֆլյացիայի պատճառով շուկայից դուրս մղվեցին, այլևս 90-ականներին փողը փոխվեց, գործածելի չէր եւ այս ականջողերը պատրաստվել են հայկական կոպեկներից։ Դրա համար շատ թանկ են ինձ համար այս ականջողերը։ Հիմա անդրադառնամ մյուս զարդերին, այստեղ համարյա մեծ մասը վինտաժային են։ Ինչ ցույց տամ ձեզ սկզբի համար։ Սկզբի համար նախ ցույց տամ այս գեղեցիկ էլեգանտ մազակալները։ Սրանք ժամանակակից են, գնել եմ Զաղա խանութից։ Ժամանակակից զարդերից այստեղ նաև այս գեղեցիկ ռոմանտիկ վարդի էլեմենտներով եւ բնական պերլամուտրով ականջողերն են։ Շատ գեղեցիկ են նայվում ականջների վրա, այս էլեմենտը պարանոցին հաղորդում է ավելի երկար ու ձիգ տեսք։ Այս մյուս ականջողերը, սրանք արդեն վինտաժային են, ոսկեջրված են 24 կարատ ոսկով։ Տեսեք ինչ գեղեցիկ ականջողեր են։ Շատ էլեգանտ ականջողեր են, լոկանիկ, գեղեցիկ տեսք են հաղորդում մեր իսկ լուքին։ Յուրաքանչյուր լուք կարող են զարդարել իրենց առկայությամբ։ Ցույց տամ այս մյուս ականջողերը, որոնք վինտաժային են, ծանր են շատ, բայց ականջները չեն ցավացնում, փորձել եմ մի անգամ կրել տանը, քարերը ապակոց են, գեղեցիկ խաղ ունեն այս ապակոց քարերը եւ իրենց հետ կոմպլեկտավորել եմ ես այս բրոշը։ Ի սկզբանե կոմպլեկտ չի եղել, բայց ես եմ կոմպլեկտավորել, որտեվ քարի գույնը եւ այս հուլունքի ճիշտ նույն կանաչ գույնն է եւ ինչքան լավ է նայվում միասին։ Էլեգանտ կոմպլեկտ, շատ կանացի եւ քանի որ արդեն գարուն է, եղանակները տաքացել են, հանում ենք շարֆերն ու գլխարկները եւ ինչ ենք անում, կրում ենք ականջողեր։ Այս երկու բանտն եմ ուզում ձեզ ցույց տալ վինտաժային, էլեգանտ բանտեր, որոնք կարելի է կրել վերնաշապիկի վրա, օձիքի կենտրոնական հատվածում, մեջտեղը այսինքն։ Ինչպես նաև կարելի է կրել պիջակների վրա կամ շարֆերի, նույնպես գեղեցիկ է նայվում շարֆերի վրա։
Եվ վերջի բրոշը ցույց տամ, այս սա է, կենտրոնական մարգարտե էլեմենտը փոկվել է, բայց ինքը էլի գեղեցիկ է նայվում։ Կարծես ի սկզբանե այսպես պատրաստված լինի, ինչ որ փուչ ծաղկային վերածվող ժապավենի նմանատիպ ինչ որ բան։ Եվ ցույց տամ այս երկու միանման թևնոցները նույն գործվածքով։ Կարելի է ինչպես կրել առանձին, այնպես էլ միասին, էլի վատ չի նայվում։ Իսկ վերջերս ավելի ակտուալ է դարձել երկու ձեռքերին կրել թևնոցներ ու պարտադիր չէ միանման, կարելի է տարբեր լինել։ Շատ հաճախ է ինձ հանդիպել պոդիումային ցուցադրություններում եւ առօրյա կյանքում։ Երկու ձեռքերին էլ դնում են թևնոցներ։ Եթե նախկինում մի թևի վրա դնում էինք ապարանջան, մյուսի վրա ժամացույց, հիմա երկու ձեռքի վրա էլ դնում են թևնոցներ։ Արդեն ժամացույցները շատ կրճատվել է ակտուալությունը, շատերը չեն կրում ժամացույցը, նայում են հեռախոսով, իսկ բիզնես դասի մարդիկ կրում են բնականաբար թանկ ժամացույցներ իրենց իմիջը հաստատելու համար, որպես աքսեսուար, ավելի շատ որպես թևնոցի նման ինչ-որ մի բան, քան ժամը նայելու տարբերակ։ Ժամացույցները կատարում են արդեն աքսեսուարների դեր, քան թե իրենց գործառույթը ժամը ազդարարելու տարբերակ, որպես այդպեսին արդեն ակտուալ չի։ Այս գեղեցիկ թևնոցն է ինձ շատ դուր գալիս, այսա թևնոցների մեջ իմ ֆավորիտը սա է, եւ ես սրա հետ կոմպլեկտավորել եմ այս ականջողերը, ի սկզբանե իրա հետ չի եղել, ես եմ կոմպլեկտավորել, ինչ որ առումով համընկել է ոճը, գունային գաման, դիզայնը համահունչ են նայվում միասին, բայց ի սկզբանե կոմպլեկտ չի եղել։ Զարդերի մասով այսքանը։ Հիմա մի փոքր ձեզ ցույց կտամ խնամքի պարագաներ։ Ուզում եմ հարցնել, դուք եք հաճախ օգտվում այն խնամքի պարագաներից, ինչը որ փորձած է, ինչին արդեն դուք ծանոթ եք։ Մի քանի խնամքի պարագաներ։ Այս երկու պարագաները հանդիսանում են դեմքը մաքրող միջոցներ։ Առաջի էտապը ես օգտագործում եմ Elf Eye այս հալեցնող միջոցը։ Մակիաժը հալեցնում է այս պրոդուկտը անմիջապես, կապ չունի տոնային կրեմ, թարթրչաներկ, շատ հեշտ, ամենակայուն կոսմետիկան հնարավոր է հեղացնել նրա օգնությամբ, նրա միջոցով, իսկ սա դեմքը լվալու հեղուկ է, բայց պարտադիր չէ կոսմետիկան հեղացնող միջոց միայն օգտագործել, կարելի է օգտագործել ամեն օր երեկոյան դեմքը լվանալու ընթացքում։ Պարզագույն ամենասովորական L'Oreal շամպուն, շատ լավ է ներկած մազերի համար, ես հաճախ եմ օգտագործում այս շամպունը, երբեմն էլ Vichy շամպունն եմ օգտագործում, բայց Vichy-ն մի քիչ չորացնում է մազերը, չնայած իր գնին եւ որակին, այնուհանդերձ ինձ սա ավելի լավ է գալիս իմ մազերին։ Ինձ իմ գել հիգիենիկ պրոդուկտ հիգիենայի համար։ Ալոե վերայով շատ մեծ քանակությամբ ալոե վերա է պարունակում 77%, բիոպրոդուկտ է, ամենևին անվտանգ եւ ապահով գեզգայուն մաշկի համար։ Ցույց տամ նաեւ այս բիկուտիները, 6 հատ է տուփի մեջ, շատ հազվադեպ երբեմն պետք է գալիս։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ իմ պայուսակը, որը գնել եմ Vestiaire կոլեկտիվ կայքից։ Ահա, այն շատ գեղեցիկ լոկանիկ պայուսակ է, կարծես զամբյուղիկ լինի, պայուսակ զամբյուղի տեսքով, Salamander print-ն է, ինչպես հասկացաք լոգոյից, ճիշտ է այդ խանութները փակվել են, բայց նրանց արտադրանքներից որոշ մոդելներ վաճառվում են Vestiaire կոլեկտիվում, կարող եք ցանկության դեպքում օգտվել, բնական կաշվից պայուսակ է, վինտաժային սթայլով, կարերը այնպես է կարված, կարծես վինտաժային սթայլ լինի։ Ներսում կա եւս մեկ գրպան, բավականին խորքային, այստեղ էլ կա գրպան, ընդհանուր առմամբ պայուսակը ունի 3 գրպան, 1, 2 եւ 3։
Չնայած իր փոքր չափսերին շատ տարողունակ է, որովհետև մոդելը զամբյուղի տեսքով է արված, ամեն բան տեղավորվում է մեջը, նույնքան ապրանքներ, ինչքան որ սովորական մեծ պայուսակների մեջ է տեղավորվում։ Ահա այսպիսի գեղեցիկ, փոքրիկ, շոկոլադե գույնի պայուսակ։ Գարնանային լուքերի համար ճիշտ այն է, ինչ պետք է, մետաղն էլ շատ հանգած ոսկեգույն է, ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել կարերի վրա։ Անգամ Dior-ը, Chanel-ը այսպիսի կոկիկ կարեր չունի պայուսակների վրա, որտեղ մեծ մասամբ պատվերները կատարում է Չինաստանը, բայց այս բրենդը իր կարերի որակով շատ յուրահատուկ է, քանի որ Եվրոպայում է արտադրված և ձեռքի աշխատանք է, ընդհանրապես չի զիջում Hermes-ին, բայց Hermes-ի գները մի քանի զրո ավել են համեմատած Salamandre-ի։ Հիմա ասեք, պարտադիր է բարձր գին վճարել, իհարկե ոչ պայուսակների դեպքում, որովհետև հագուստ չի, կոշիկ չի, պարտադիր չի, հարմարավետ լինի, բայց շատ կարևոր է, որ կարերը կոկիկ տեսք ունենան և հաճելի լինի կրելը, գեղեցիկ էսթետիկ պայուսակ է, այնպես չէ սիրելիներ, ինձ շատ է դուր եկել որակի մասին, կարերի մասին, անթերի, խոսք լինել անգամ չի կարող, շատ մեծ հաճույքով կբռնեմ այս գարնանը։ Հիմա ցույց տամ հագուստը, զմրուխտ է, գեղեցիկ գույնով, գեղեցիկ բլուզ է, նայեք, կարծես հելունագործ ժանյակային տարբերակ, շատ փափուկ է, էկրանից էլ է զգացվում, գարնանային, գեղեցիկ անուշ կանաչ, զմրուխտի ավելի շատ, բայց կապույտին է խփում այս տեսանյութի մեջ, չգիտեմ ինչու, այդպես է փոխանցում գույնը կամերան։ Հաջորդ փուլ ասեմ, կարծիկան ասեմ, չգիտեմ ինչ է, այս տարբերակից արտադրում են շատ թանկարժեք բրենդներ, արդեն կպցրել եմ այստեղին բրոշը, վագրի աչք, նայեք համընկնում է ճիշտ և ճիշտ կոճակների երանգների հետ։ Հիմա կփորձեմ հագնել և ձեզ ցուցադրել, հագած ավելի գեղեցիկ է, ճիշտ նույն մոդելից արտադրում է նաև Max Mara ընկերությունը այս գույնի կարծիկաններ։ Եվ սա արդեն քնելու համար կամ տանը հագնելու համար նախատեսված կուկտորից բաղկացած հագուստ է, նախատեսված տան և քնելու համար, ուրեմն այս նույն կտորից, այս բազմաշերտ բամբակից և այս գույնի ճիշտ և ճիշտ նույնից արտադրում է Zara-ն, բայց ավելի թանկ։ Պատկերացրեք, որ չի զիջում որակապես, ինչ իմաստ ունի 40-50 եվրո տալ քնելու համար նախատեսված ինչ-որ հագուստի համար, միևնույն է կտորը, որակը ճիշտ և ճիշտ նույնն է։ Ես սրանից գնել էի բաց կապույտ գույնը և այնքան ինձ գոհացրեց, որ գնացի վերցրեցի նաև բեժը, քնած ժամանակ չես քրտնում, այնքան հով է պահում այս կտորը բազմաշերտ բամբակը և նաև ոչ շոքում ես, ոչ մրսում ես, այս տիպի կտորները շատ հարմար են, ամռանը նաև դրսում կրել, կան դրսի համար նախատեսված հագուստներ նույնպես այս կտորից, ես ունեմ մի քանի հատ շալվարիկներ, բլուզներ, շատ գոհ եմ, ամռանը շատ հով եմ պահում և քնելու տարբերակը նույնպես ոչ շոքում ես, ոչ քրտնում ես, ոչ էլ մրսում ես, նաև տաք է պահում ձմռանը այս բազմաշերտ բամբակը։ Մի խոսքով, օգտվելով արդեն մեկը ունենալով մի տարբերակ կապույտ գույնը, ես որոշեցի գնել նաև բեժը, քանի որ միշտ չէ, որ արկա է լինում խանութում, ահա այսպես սովորական վերնաշապիկի տեսքով, օձիքով, վերևի հատվածն է և ներքևն էլ սովորական լայն տաբաթի տեսքով հարմարավետ է, օգտագործման համար կիրառելի։ Հիմա ես կհագնեմ և ձեզ կցուցադրեմ այդ երկու բլուզները։
հարգելիներս, շատ նուրբ թելից, շատ նուրբ գործված, կարծես հելունագործ լինի, բայց մեքենայով կատարված աշխատանք է, թեթև, փափուկ, հաճելի մաշկին, այս շնորհիվ այս ծակոտիների ոչինչ չես զգում, շատ կոմֆորտ է, գույնը ավելի զմրուխտ է կանաչը, պարզապես կամերան այս պահին դեպի կապույտին խփող գույնը երանգ է ցույց տալիս, բայց իրականում շատ գեղեցիկ զմրուխտ է կանաչը։ Ահա այսպես։ Գարնանային թեթև, փափուկ, շատ կոմֆորտնի բլուզ։ Հաջորդը կարծիգան է, շատ գեղեցիկ, casual ոճի, բեժ գույնի, որպեսզի մանախրոմնի չլինի իմ կերպարը, այս գունագեղ շարֆն եմ ես ավելացրել եւ իմ բրոշը վագրի աչք էլեմենտով։ Ահա տեսեք ինչ համահունչ է նայվում կոճակների երանգների հետ այս բրոշը։ Կա նաև օձիքը, կարծես վերնաշապիկի օձիք լինի եւ այս կարծիգանը կարելի է կրել նաև բլուզ, ոչ միայն վերնահագուստ։ Սա այն դեպքն է, որ зачем нам Max Mara, если есть у нас Esmara։ Այս կարծիգանից ավելի թանկարժեք տարբերակներով արտադրում է Max Mara-ն եւ այլ ճանաչված ընկերություններ, քանի որ բազիկ մոդել է, casual մոդել է, բայց ինչու վճարել ավելին, եթե կա մատչելի տարբերակը, տեսեք, գործվածքը շատ խիտ է եւ ոչնչով չի զիջում Max Mara-ին, ձևվածքը նույնպես նորաձև է։ Ես հարմար չեմ գտնում հագուստին շատ բարձր գումար վճարել, եթե կա համարժեք տարբերակը, բայց վերարկուները եւ վերնահագուստները սովորաբար մասնագիտացված խանութներից եմ գնում, կոշիկները նույնպես, որտեղ մաս-մարքետային տարբերակը հաջող չի նստում կալոտկաները եւ վերնահագուստը խոնավություն է կլանում, վերարկուները եւ դուտի պլաշները, այդ դեպքում կարելի է դրանց դիմաց վճարել մեծ գումարներ, որպեսզի ձմռանը ցրտից խոնավությունից պաշտպանված լինենք, կամ կոշիկները, որպեսզի ոտքին հարմարավետ լինի եւ կոշտուկներ չառաջացնի, բայց նմանատիպ հագուստները կարծում եմ առօրյա կյանքում, որ անընդհատ պետք է ամեն օր կրես, անընդհատ մեքենայի մեջ լվանաս, ավելի լավ է մատչելի էկոնոմ դասի տարբերակը ընտրել, որովհետև թանկ հագուստները, որ գնում ենք, բնականաբար պետք է տանենք քիմ մաքրման, իսկ Եվրոպայում քիմ մաքրման ծառայությունները շատ թանկարժեք են եւ մի հագուստի չափով էլ պետք է տաս ամեն անգամ այդ սպասարկումից օգտվելու համար։ Նման դեպքում այդ թանկարժեք հագուստը մի քանի անգամ ավելի թանկ է նստում քո վրա եւ նպատակահարմար չի թանկ հագուստներ գնել առօրյա կյանքում օգտագործելու համար եւ անընդհատ տանել քիմ մաքրման։ Սա կարևոր նյուանս է, որ կարելի է դիտարկել ձեր բազային պահարանը հավաքելուց։ Կոշիկները եւ ձմեռային վերնահագուստը պարտադիր է գնել որակյալ եւ մասնագիտացված խանութներից, իսկ պայուսակների համար եւ հագուստի համար դա այդքան էլ էական չէ, կարելի է ձեռք բերել մատչելի բազիկ տարբերակը, ինչպես այս դեպքում իմ կարծիգանն է, կարծում եմ, որ տեսքից եւ որակապես չի զիջում Max Mara-ին եւ բնականաբար երբ դուրս կամ ես վիկենդին կամ առօրյա գործերով ոչ մեկ չի իմանալու իմ հագինը ինչ է, մանավանդ բիրկան ներսի հատվածից է, ինչ իմաստ ունի թանկ գին վճարել նույն մոդելը ձեռք բերելու համար, այնքան որ դու իմանաս Max Mara ես հագնում։ Այ վերարկուն արժի Max Mara գնել, դրան դեմ չեմ, մանավանդ իրենց վերարկուները խիստ ձմռան դեպքում շատ նպատակահարմար է։ Բայց ոչ իհարկե կարծիգանը եւ առօրյա հագուստը, սա է ուզում ձեզ ասել, այս մի քանի կետերը կարող եք ուշադրություն դարձնել, դուք նույնպես եթե մեծամիտ չեք, եթե բրենդամոլ չեք, կարող եք օգտվել մասսայական արտադրությունների համար նախատեսված հագուստից, միևնույն է Max Mara-ի համար էլ է նույն գործարանը կարելու, ընդամենը բիրկան է փոխելու նույն կարի մեքենաներով, նույն թելերով, նույն կոճակներով, ընդամենը վճարում ենք բարձր գին անվան դիմաց, այդպես է հարգելիներս։ Դրա համար ամեն մարդ ինքն է որոշում ինչպես վարվել։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կհանդիպենք շատ շուտով, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։